Հալելույա, փառք մեր Տիրոջը, ամեն։ Դու սիրում ես, չէ՞, այս երգը, այս նախադասությունը։ Գիտեմ թե ով եմ ես։ Գիտես, մեզ հաճախ է պետք, որ ասեն, գիտեմ թե ես ով եմ։ Մեկ-մեկ, որ ասում ես, հայլու դիմաց կանգնում ես, մի քիչ հարցականով, բայց գիտեմ թե ես ով եմ։ Հետո նայում ես խոսքին, ասում ես, ես գիտեմ թե ես ով եմ։ Ես գիտեմ թե ես ով եմ, ես իրանն եմ, ես իրա զավակն եմ, ես արդար եմ, ես ժառանգ եմ, ես օրհնված եմ, ես հաղթող եմ, ես փրկված եմ, ես սուրբ եմ, ես թագավոր եմ ու քահանա եմ, ես իրա գրկում եմ, ես առողջ եմ, ես հիվանդ չեմ, ամեն, հալելույա։ Այսօր մենք հենց այդ մասին ենք խոսել, որպեսզի մենք սովորենք խոսել այն, թե մենք ով ենք, մենք սովորենք խոսել այն, թե ինչ է ասում խոսքը, որ մենք կանք, ոչ թե խոսենք այն, ինչ տեսնում ենք, զգում ենք, լսում ենք, այլ խոսենք այն, ինչ որ խոսքն ասում մեր մասին։ Հալելույա, հալելույա, ոչինչ որ իրար հետ ծառայենք այսօր, կե։ Հալելույա։ Եթե դու աղոթում ես ու ասում ես Տեր, թող քո խոսքը գործի իմ կյանքում, ու չես խոսում Աստծո խոսքը քո կյանքում չի գործում։ Աստծո խոսքը քո կյանքում գործում է, Աստծո խոսքը քո կյանքում աշխատում է, երբ որ դու սկսում ես խոսքը խոսել։ Ու հավատալ են խոսքին, որը որ գրված է։ Բավական է մենք միայն կարդանք խոսքը։ Բավական է մենք միայն աչքի արանքով անցկացնենք խոսքը ու ասենք, բա ինչի չի գործում։ Ժամանակն է, որ մենք խոսենք խոսքը։ Ժամանակն է, որ մենք հավատանք խոսքին։ Ու խոսենք այն, ոչ թե այն, ինչ որ տեսնում ենք, զգում ենք, մտածում ենք, կամ մեր կյանքի փորձն է մեզ ցույց տալիս, կամ մեր հարևանը, կամ մեր ընկեր, այլ խոսենք այն, ինչ որ խոսքն է ասում։ Ես միշտ սիրում եմ այս օրինակը բերեմ։ Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, ու երկիրը մութ էր ու անձև, ու Աստված չասեց երկիրը մութ ու անձև։ Աստված ասեց թող լույս լինի։ Աստված խոսեց այն, ինչ ուզում էր տեսնել, ոչ թե այն, ինչ կար։ Եթե դու ուզում ես տեսնես, դու պիտի խոսես խոսքը։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ 20:32 գործ քառակելուցի։ Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն, չկա ավելի մեծ բան, չկա ավելի կարևոր բան, ինքը Պողոս առաքյալը գնում է ու այնտեղ խոսում են, ասում է, կարծում եմ էլ իրար չենք հանդիպի, լացում են, արտասվում են, ու Պողոս առաքյալը հիմի պիտի մեծ բաներից խոսի, ասում է այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհքի խոսքին, որ կարող է կառուցել եւ ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ։ Ասում է այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհքի խոսքին, որը կարող է կառուցի, որը կարող է քեզ աճեցնի եւ այն ժառանգությունը, որը որ դու ունես բոլոր սրբերի հետ միասին, այդ խոսքը, որին որ ես քեզ հանձնում եմ, ու Աստված իրար հետ կբերեն դեպի ժառանգության։ Այսինքն դու կունենաս այն, ինչ որ իրավաբանորեն քոնն է, դու հիմա կունենաս որպես փաստ։ Դե յուրեն կդառնա դե ֆակտո։ Որ խոսքը, շնորհքի խոսքը։ Իսկ որն է շնորհքի խոսքը։ Դու կասես, հոյ շնորհքի խոսքը, դա խոսքն է Աստծո շնորհքի մասին։ Ես կասեմ, այո ու ամեն։ Բայց շնորհքի խոսքը, դա խոսքն է, որը որ դու խոսում ես։ Հալելույա։ Ու այն խոսքը, որը որ դու խոսում ես,
քեզ աճեցնում է։ Այն խոսքը, որը որ դու խոսում ես, բերում է այն ժառանգությունը քո կյանք, որը որ դու ունես։ Ամեն։ Որպեսզի Աստծո խոսքը գործի ու աշխատի քո կյանքում, դու պիտի խոսես խոսքը։ Մենք սովորել ենք խոսքը դավանել, մենք դավանում ենք խոսքը, մենք հռչակում ենք խոսքը, ու մենք այսօր նույնը անելու ենք։ Մենք խոսելու ենք Աստծո խոսքը, մենք դավանելու ենք հավատքի դավանանք։ Ասա ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Ես հավատում եմ, որ ես ունեմ նրա սերմը։ Ես ծնված եմ Աստծուց։ Ես Աստծո պես եմ։ Ես ունեմ Քրիստոսի գենը։ Ես ունեմ Քրիստոսի էությունը, որովհետև ես վերստին ծնված եմ։ Ու ես Քրիստոսինն եմ։ Ես լույս եմ։ Ես լույսի որդի եմ։ Ու որտեղ որ ես եմ մտնում, Աստծո լույսն է մտնում։ Աստծո լույսը փայլում է իմ վրա։ Աստծո լույսը լուսավորում է իմ կյանքը։ Աստծո լույսը, որը որ իմ վրա է, լուսավորում է իմ շրջապատը, որովհետև ես Աստծո լույսն եմ։ Ու ես լուսավորում եմ այս երկիրը։ Ես երկրի աղն եմ։ Իմ հետ շփվողը համովանում է։ Իմ հետ շփվողը տեսնում է Քրիստոսին։ Իմ հետ շփվողը հանդիպում է Քրիստոսին, որովհետև իմ մեջ Հիսուս Քրիստոսն է բնակվում։ Ես հավատում եմ, այնինչ ես անում եմ, օրհնված է, որովհետև ես կրում եմ Աստծո օրհնությունը իմ ներսում, Աբրահամի օրհնությունը իմ վրա է։ Այդ պատճառով իմ ձեռքի գործը օրհնված է, իմ խոսքերը օրհնված են, իմ մտքերը օրհնված են, իմ ընտանիքը օրհնված է, այնինչ ես անում եմ օրհնված է, այնինչ ես անում եմ ծաղկում է, այնինչ ես անում եմ հաջողվում է, որովհետև ես հաջողակ եմ, իմ ձեռքի գործերը օրհնված են, ես ունեմ Աստծո էությունը, այդ էությունը ինձ տանում է սրբության մեջ, ես ունեմ Աստծո գենը ու կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ինձ ազատել է մեղքի ու մահվան օրենքից, կյանքի ու հոգու օրենքը իմ հոգու մեջ ավելին է, քան մեղքի ու մահվան օրենքը իմ մարմնի մեջ։ Ես օրհնված եմ, որովհետև ես Աստծո ժառանգն եմ։ Ես ժառանգ եմ, ես որդի եմ, ես ծնվել եմ նրանից, ես ծնվել եմ անապականացու սերմից, ես ծնվել եմ Աստծո խոսքից, ու Աստծո խոսքը հիմա բնակվում է իմ մեջ, Աստծո խոսքը գործում է իմ մեջ, Աստծո խոսքը գործում է իմ կյանքում, Աստծո խոսքը աշխատում է իմ կյանքում, այն ինչ ասում է Աստծո խոսքը, դա կատարվում է իմ կյանքում, ես հավատում եմ, որ ես նայեմ, թե ինչ ասում է Աստծո խոսքը, ես այն եմ, ինչ խոսքն է ասում իմ մասին, հալելույա, ես առողջ եմ, իմ մարմինը առողջ է, իմ ստամոքսը առողջ է, իմ աղիքները առողջ են, ես հրաժարվում եմ հիվանդանալուց, ես հրաժարվում եմ ընդունել հիվանդություն, ես հիմա ասում եմ ոչ, ցանկացած հիվանդության, ես հրաժարվում եմ հիվանդություն ընդունել, ու ես խոսում եմ իմ մարմնին, որ իմ մարմինը առողջ է,
Իմ ընտանիքի բոլոր անդամները առողջ են։ Ես հրաժարվում եմ ընդունել հիվանդություն իմ ընտանիքի մեջ։ Ես ասում եմ, որ իմ ամեն օրգանիզմը առողջ է։ Առողջ է իմ ոտի մատից մինչև իմ գլխի մազերը։ Ես հաջողակ եմ, որովհետև ես ծնված եմ Աստծուց։ Այն ինչ ես անում եմ, ինձ հաջողվում է Հիսուս Քրիստոսի անունով։ Ես արդար եմ, եւ դա իմ գործերից չի։ Իմ արդարությունը Քրիստոսի արդարությունն է։ Ես ունեմ Քրիստոսի արդարությունը։ Ես արդար եմ այնքան, ինչքան Քրիստոսն է արդար։ Ես արդար եմ այնպես, ինչպես Քրիստոսն է արդար։ Ու ես հիմա ընդունում եմ, որ ես ունեմ Քրիստոսի արդարությունը։ Ես ճանաչվել եմ արդար Քրիստոսի կատարած գործի հետևանքով։ Ես Աստծո արդարությունն եմ Հիսուս Քրիստոսում։ Քրիստոսն է իմ արդարությունը։ Ու ես ունեմ նրա արդարությունը։ Ամեն։ Ասա ես սուրբ եմ։ Իմ շուրթերը սուրբ են։ Իմ աչքերը սուրբ են։ Իմ սիրտը սուրբ է։ Իմ մտքերը սուրբ են։ Իմ գործերը սուրբ են։ Իմ քայլերը սուրբ են։ Որովհետև ես եմ սուրբ։ Որովհետև ես ունեմ Քրիստոսի սրբությունը։ Եվ այդ սրբությունը ինձ տանում է քայլելու սրբության մեջ, գործելու սրբություն, խոսելու սրբություն, մտածելու սրբության մեջ ու քայլելու սրբության մեջ։ Ես հրաժարվում եմ ցանկացած հիվանդությունից։ Ես հրաժարվում եմ աղքատությունից։ Ու ես ընդունում եմ Աստծո ֆինանսները։ Ես խոսում եմ հիմա հոգևոր աշխարհում, որ ֆինանսները հոսում են իմ կյանքի մեջ, որովհետև Քրիստոս գին ա վճարել դրա համար։ Ու ես հավատում եմ, որ ես զավակ եմ ու ես ժառանգ եմ։ Ես հրաժարվում եմ դեպրեսիայից։ Ես հրաժարվում եմ ունայնությունից։ Ես հրաժարվում եմ ունայն ժամանակից։ Ու ես խոսում եմ իմ կյանքի մեջ, որ ամեն ժամ ու ամեն րոպե, որը որ ես կանցկացնեմ, դա հավիտենության մեջ հզոր հետք է թողելու։ Որովհետև ես հաղթող եմ, ու ես հրաժարվում եմ պարտվելուց։ Ես հաղթող եմ, որովհետև ծնվել եմ հաղթողի ընտանիքում։ Ես հաղթող եմ, որովհետև ծնվել եմ հաղթողի բանակում։ Իմ ավակ եղբայրը Հիսուս Քրիստոսը հաղթեց ու գնաց հաղթելու։ Ես էլ նրա պես հաղթեցի ու պատրաստվում եմ հաղթելու։ Ես չեմ պատրաստվում պարտվելու։ Ես պատրաստվում եմ հաղթելու։ Ու ես խոսում եմ իմ կյանքի մեջ, որ ամեն ինչ որ անելու եմ, դա ավարտվելու է հաղթանակով։ Հալելույա։ Ես հրաժարվում եմ սխալ խոսքերից։ Ես հրաժարվում եմ իմ սխալ բնավորությունից։ Ես հրաժարվում եմ սխալ էմոցիաներից։ Ես հրաժարվում եմ դեպրեսիայից։ Ես հրաժարվում եմ ունայնությունից։ Ու ես կանչում եմ Աստծո օրհնությունը, որ Աստծո օրհնությունը գործում է, ոչ թե կգործի, այլ գործում է արդեն իմ կյանքի մեջ, ու ես օրհնված եմ, ես բարգավաճում եմ, իմ գործերը օրհնված են, իմ քայլերը օրհնված են,
Իմ մտքերը օրհնված են։ Ես հրաժարվում եմ ունայնություն մտածելուց, որովհետև ես ունեմ Քրիստոսի միտքը, ես ունեմ Քրիստոսի մտածելակերպը, ու այդ միտքը ինձ տանում է իմաստության, ես իմաստուն եմ, իմ Աստծո պես, իմ մտքերը ու նրա մտքերը հեռու չեն իրարից, ես մտածում եմ Աստծո պես, ես մտածում եմ Քրիստոսի պես, ես գործում եմ Քրիստոսի պես, ես քայլում եմ Քրիստոսի պես, ինչպես Քրիստոս էր երկրի վրա, այդպես էլ ես եմ երկրի վրա, ես զոհ չեմ, ես զոհ չեմ, ես հաղթող եմ, ես զոհ չեմ, ոչ մի իրավիճակում, ես չեմ կարող զոհ լինել, ցանկացած իրավիճակում, ես հաղթող եմ, ես գլուխ եմ, ես զորավոր եմ, ես քայլում եմ օրհնությունների մեջ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, հալելույա, հոգնեցիք, հոգնեցիք, շարունակենք, ասա այն հետ միասին, նա ով ապրում է իմ մեջ, ավելինա, քան դժոխքի ողջորությունը, նա ով ապրում է իմ մեջ, հաղթել է դժոխքի ողջորությանը, նա ով ապրում է իմ մեջ, հարություն է տվել Հիսուս Քրիստոսին մեռելներից, ես կրում եմ իմ սրտի մեջ, Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվողի հոգին, հալելույա, ես կրում եմ, նորից ես կրում եմ, իմ սրտի մեջ, Հիսուս Քրիստոսին, մեռելներից, հարություն տվողի, զորությունը, ես կրում եմ Աստծո գենը, ես ունեմ Աստծո էությունը, ես ունեմ Աստծո սերը իմ սրտի մեջ, Աստծո սերը իմ սրտի մեջ սփռված է Սուրբ Հոգով, ես Աստծո պես եմ, իսկ Աստված սեր է, ուրեմն ես եմ սեր, ես կարող եմ սիրել Աստծո պես, ես կարող եմ ներել Աստծո պես, ես կարող եմ խոսել Աստծո պես, ես կարող եմ գործել Աստծո պես, Հիսուսի անունով, ես կրում եմ Աստծո փառքը իմ մեջ, Աստծո փառքը իմ վրա է, Աստծո լույսը իմ վրա է, որովհետև ես Աստծոց եմ ծնված, ես գիտեմ թե ով եմ, ես գիտեմ թե ով եմ, ես հաղթող եմ, ես զորավոր եմ, ես նրանն եմ, կյանքի ու հոգորենքը Հիսուս Քրիստոսում ինձ ազատել է մեղքի ու մահվան օրենքից, ես կրում եմ Աստծո արքայությունը իմ ներսում, Աստծո արքայությունը իմ սրտում է, ես ունեմ Աստծո արքայությունը, ես կրում եմ Աստծո արքայությունը, կարակ հələ հավատացեք, հələ հասկացեք, ասա, ես իմ ներսում կրում եմ Աստծո արքայությունը, այդ արքայության մեջ իմ բժշկությունն է, իմ բարգավաճումն է, իմ օրհնությունն է, եւ այդ ամենը Սուրբ Հոգով իմ սրտի մեջ է, հալելույա, ես արքայության զավակ եմ, ես արքայության զավակ եմ, արքայությունը իմն է, ես արքայությանն եմ, ես լույսի որդի եմ, ու Աստծո լույսը իմ վրա է, Աստծո լույսը փայլում է իմ վրա, ու Աստծո լույսը փայլում է իմ միջոցով, որտեղ որ ես եմ մտնում, Աստծո լույսն է մտնում, որտեղ որ ես եմ մտնում, Աստծո փառքն է մտնում, որտեղ որ ես եմ մտնում, բժշկությունն է մտնում, որտեղ որ ես եմ մտնում, բարգավաճումն է մտնում, Հիսուսի անունով, հալելույա,
Չեք հասցնում։ Հալելույա։ Woo! Yes! Hallelujah. Տիրոջ հետ հզորը։ Գիտես, ժամանակը գալիս, երբ որ դու մեկանում ես խոսքի հետ։ Աս Աստծո խոսքը իմ մեջ է։ Ես ու խոսքը մեկ ենք, որովհետև խոսքը վերցրել է ինձ։ Ես խոսքինն եմ, խոսքը իմն է։ Ես ընդունում եմ Աստծո խոսքը։ Իմ հոգու մեջ։ Ես ընդունում եմ Աստծո խոսքը։ Իմ հոգու մեջ։ Իմ հոգին բաց է։ Իմ հոգին ակտիվ է ընդունելու Աստծո խոսքը։ Հալելույա։ Սիրելիներս, հրաժարվեք սխալ խոսքերից, հրաժարվեք սխալ մտքերից ու խոսեք խոսքը, խոսեք խոսքը, երբ որ դու ամեն օր, գիտես, երբ որ դու մեղք ես գործում ու գալիս ես Տիրոջ առաջ, սկսի դավանել քո արդարությունը, սկսի դավանել քո դիրքը Քրիստոսի մեջ, ասա ես արդար եմ, Քրիստոսի արյունը մաքրել է ինձ, Քրիստոսի արյունը գործում է իմ կյանքում, Քրիստոսի արյունը մաքրում է ինձ, ես կարող եմ հրաժարվել այս մեղքից, որովհետև ես ունեմ Աստծո գենը, ամեն, երբ որ գումարներդ վերջանում է, խոսի, որ փողերը գալիս են, ասա երկինքը բաց է, Աստծո օրհնությունն է գալիս իմ կյանքի մեջ, Աստված, գիտեք ես մեկ ինչ եմ անում, Հովարսենը գիտի, ասում եմ, վայ Աստված, ես ինչքան ես ուզում ինձ օրհնես, ես էլ չեմ դիմանում, դու գիտես Աստված ինչքան է քեզ ուզում օրհնել, խոսա հետ, մեկ ասում եմ, Աստված ես ինչքան է ինձ սիրում, ես զարմանում եմ դաժե ինչքան շատ է սիրում, լսի, դու կարող ես կողքից լսես ծիծաղես, չէ, բայց ես հաստատված եմ այդ սիրո մեջ, ոչ մեկ ինձ ոչ մի իրավիճակ ինձ չի կարա գցի, ասի, տես Աստված քեզ չսիրեց, որտեվ ես խոսում եմ, ես հաստատված եմ արդարության մեջ, հաստատվի խոսելով, Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ ուրախություն, արդարություն, խաղաղություն, որտեղ Սուրբ Հոգու մեջ։ Իսկ որտեղ է Սուրբ Հոգին։ Քո սրտի մեջ։ Խոսա դու, որ Աստծո արքայությունը քո մեջ է։ Այսօր Հովարսենը, որ քարոզում էր, գիտեք մեջս ինչ խոսք բարձրացավ։ Սիրելիս, աղոթում եմ, որ օրհնված լինես եւ հաջողակ, ինչպես քո հոգին հաջողակ է, ինչպես է մեր հոգին հաջողակ, որտև արքայությունը մեր հոգու մեջ է, ու դու ուզում ես ընդեղից ինչ-որ բան հանես, դու չես ուզում լեզուներով աղոթես, դու ուզում ես ընդեղից ինչ-որ բան հանես, դու չես ուզում խոսքը խոսես, եկեք սովորենք հռչակել խոսքը, եկեք սովորենք խոսել խոսքը, մեր կյանքում ցանկացած իրավիճակում, խոսի խոսքը, հռչակի խոսքը, հռչակի, որ քո առաջ չկա փակ դուռ, ասե իմ առաջ բոլոր, ասեք իմ հետ, ասեք իմ առաջ, բոլոր դռները բաց են, ոչ մի դուռ չի կարող փակ լինել իմ առաջ, որովհետև ես Քրիստոսի պես եմ, որտև ես ապրում եմ Աստծո կամքի մեջ, ու դռները բացվում են իմ առաջ, Հիսուսի անունով, Երբ որ Սուրբ Հոգին հիշացնում է, որ դու խոսել ես երեք, որ թևերը թուլացավ, սկսի հակառակը դավանել,
Գիտեք, մենք դավանում ենք սխալ բաներ, հետո հակառակը չենք խոսում։ Ասա իմ թևերը չի թուլանում։ Եկեք իրար հետ ասենք։ Ասա իմ թևերը չի թուլանում։ Իմ աչքերը չի քյորանում։ Ես չեմ մեռնում ու բրծնում։ Իմ գլուխը չի բտտվում։ Իմ երեխան խելացի է։ Ինքը ավելի խելացի է, քան ես պատկերացնում եմ։ Իմ երեխան հաջողակ է։ Իմ երեխան հաջողակ է, ինչ որ անի, իրան հաջողվելու է, Հիսուսի անունով։ Երբ որ դու խոսում ես քո երեխեքի կյանքի մեջ մահ, քեզ պետք է հետո խոսես կյանք։